Եղբորս երեխեն 9 տարեկան է, դպրոց հայտում ռուսերեն հարց են տալի պապա, երեխեն չի պատասխանում։ Դասարանից դուրս է գալիս, զանգում են ծնողին կանչում են, հարցս եթում է, դասատուն բողոքում է, որ երեխուն հարցրել եմ պապա, դե հայերեն բացատրի տենան պապան ինչա, երեխեն եկել է մորն ասում մամ ինչի ես քնացել դպրոց, ես պապա ունեմ, որ պատասխանեմ ինչա նշանակում պապան, թո էթան Նիկոլին հարցնեն, էլ ինչ ասես, ու նման հարցեր շատ կան, ասում ես ոնց կարաս դու թուրքի հետ, դու իմանաս քո երեխուն մորթել է ու դու իրա հետ ապրես, դու իմանաս քո աղբորը սպանել է, մաշկել է գառան նման, դու իրա հետ ապրես, չես կարա ապրես, կյանքում երբեք, այսենց հայաթափելու է Հայաստանը տա ադրբեջանցիներին, մեր կառավարությունը ենթարկվում է, նրա բռունցքը երկաթի որ տեսնում ես, խիչը պետք է խոսայինի, ինչ ուզում է, ինչի մասին երազում է, ունենում է, որովհետև գիտի, որ հայը երբեք իր հետը չի ապրելու, Արեմեցյան Ադրբեջանն է, դե թող Հայաստանն ասի Արեմեցյան Ադրբեջանը Հայաստանն է, դե տեսնամ կարա, չի կարա, մենք այդքան ուժեղ չենք, որ մենք պայքար տանենք, ինչքան էլ ուժեղ ունենանք, մեր կառավարությունը շատ թույլ է, շատ, եղել է, ասել եմ օրինակ, ասում եք դավաճան, քարոյա պատերազմը մեզի ականատես, այն ժամանակ էլ Խոմնիկոլ չի եղել, բայց հիմիկ վա իրա այս արարքները, ես էլ չեմ կարող նկարագրեմ, քարոյայի մեջով էլ ենք անցել, բայց մենք սենց չենք եղել, քարոյայի մեջով ես չեմ մտածել, որ պետք է իմ տունս թողեմ, թեկուզ մի ժամով մինչև Գորիս հասնեմ, կարկուտի պես թափում էր երկինքից գիշեր ցերեկ, այսպես նստում էի, ասում էի Տեր Աստված, գոնե երեխեքիս կարամ հանեմ գյուղից, այդ կարգի ապրել եմ, բայց էլի չեմ ուզել Արցախից դուրս գամ, մեզի զոռով են հանել մեր տներից, կամավորներն են մեզ հանել, երեխեքին հանեցին, մեզ որ ասեցին ընդամենը մենակ թղթերը վերցրեք, մեկ էլ քիչ անհրաժեշտ իրեր, ինձ որ ասել են Երևան ենք ձեզ տանում, ասել եմ ոչ, մեզ Շաքի պոստում կիչացնեք, դուք ձեր մեքենաներով ուր ուզում եք կեթակ, բայց ապրեն մալաջեց իրանք վիրավոր, մեզ բերել են գյուղ, ու իրան գնացել են, բայց էլի չեմ կար ասեմ, ու չեմ էլ պատրաստվում, ու չեմ էլ տեղավորվում, որ օրերից մի օր կարող է ինչ որ մարդ լինի, որ իրանց երեխեքի մոռանան, ուրանան, ադրբեջանցու հետ ապրեն, առուծախս անեն, առաջվա պես ապրեն, նման բան չի կարա լինի։